Վարկային միջոցներով ծրագրեր իրականացնող 17 կառույցներում ուսումնասիրություններ կարվեն։ Մենք նախնական հաշվարկել ենք 11 ցիկից պետք է մնա 5-ը։ Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան։ Փակ բաժնի տիրական ընկերություններում այդ գործառույթը իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն։ Օպտիմալացմանը զուգահեռ կառավարությունը նոր կառույց կստեղծի, մինչև տարեվերջ կբացվի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։ Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության եւ տարբեր գերակայություններով երկարաժամկետ եւ կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի եւ փաթեթների մշակումը։ Կառավարության օրակարգից դուրս քննարկվող թեմաները գյուղատնտեսական էին։ Պարարտանյութերի մատակարարման ոլորտում տեղի ունեցած նախկին թերությունները գյուղնախարարը չցանկացավ մեկնաբանել։ Ես գնահատողը չեմ, ես վերլուծողը չեմ։ 2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարիներին եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի։ Հաջորդ տարվա համար հիմա մտածում ենք ինչ ենք անելու եւ ոնց ենք անելու։ Բայց միանշանակ, ասենց ասեմ, իմ տրամադրությունը միտված է նրան, որպեսզի շուկան բացենք եւ ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք, այսինքն թույլ տանք ով ուզում է բերի։ Նախարարը խոստացավ, որ իր ղեկավարման ժամանակ նման դեպքեր չեն լինի։ Մեր գերատեսչությունը գյուղ նախարարության մասով, այո։ Որոշ մարդիկ հարստանալ ես չեմ կարող, չհարստանալու դեմ, հակառակը բոլորը պետք է հարստան, բայց դա լինի օրենքի սահմաններում։ Սևանալճում դեկտեմբերի 1-ից հունվարի 20-ը արգելված էր Խեցգետնի եւ Սիգի որսը, բայց երեկ բնապահպանության նախարարությունը որոշել է արգելքը հանել դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը։ Ավելի լավ է 70%-ը կարողանանք ապահովել պատշաճ վերարտադրության հնարավորություն, քան թե սահմանենք մեծ ժամկետ ու չկարողանանք հսկել եւ կորցնենք ավելի շատ։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն էլ մինչև կհեռանար կառավարության շենքից բացատրեց, թե ինչու դեռ չի անդամագրվել հանրապետական կուսակցությանը։ Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամենից առջևում է։